Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1321-րդ օրն է, որքան Ռուսաստանը փորձում է առավել վնաս պատճառել Ուկրաինային, այնքան Ուկրաինան առավել ճշգրտությամբ հարվածում է Ռուսաստանում գտնվող կարևոր թիրախներին, ու եթե Մոսկվայի հարվածները հաճախ քաոտիկ են եւ աննպատակ, ապա ուկրաինական կողմի գործողությունները ծրագրված են եւ համակարգված։ Երեք օկուպանտները փորձում էին մթության մեջ գցել ուկրաինական Լվովը, բայց արդյունքում հենց իրենք մնացին առանց լույսի մի քանի ժամից։ Մեր բարի դրոնները անջատեցին էլեկտրականությունը Բելգրադի վրա։ Ուկրաինական դրոնների եւ հրթիռների միջոցով հարվածներ են հասցվել նաեւ Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքում տեղակայված ջերմաէլեկտրակայանին, ժամանակավորապես օկուպացված Ղրիմում թիրախավորվել է Ֆեոդոսիա քաղաքի մերձակայքում գտնվող նավթային խոշոր պահեստը, շատ հզոր կրակ է բռնկվել։ Տեսնենք, թե այս անգամ քանի օր կպահանջվի ռուսներից, որ կարողանան մարել։ Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում հարվածներ են եղել նաեւ օկուպանտների ռազմական զորամասին եւ մի շարք այլ ռազմական օբյեկտներին եւ Պատորիայում եւ Սևաստոպոլում, Նիժեգարոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում, ինչպես նաեւ Նիժնի Նովգորոդ քաղաքում արձանագրվել է ավելի քան 10 պայթյուն։ Նախնական տվյալներով առնվազն 2 հարված է հասցվել Ձերժինսկում գտնվող Սվերդլովի անվան գործարանին։ Այդ գործարանը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր արդյունաբերական պայթուցիկների արտադրողներից մեկը։ Գործարանը ներառված է Ուկրաինայի սանկցիաների ցանկում որպես օբյեկտ, որը սատարում է գործողություններին, որոնք խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Ուկրաինական դրոնները այցելել են նաեւ Կրասնոդարի երկրամաս, մասնավորապես Տուապսե, ինչպես նաեւ Վորոնեժի, Կուրսկի, Տուլայի, Մոսկվայի, Ռիազանի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Տամբովի եւ Արիոլի մարզեր։ Սոչիի օդանավակայանում 87 ավիաչվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Մեր եթերի պատրաստման պահին մանրամասներ դեռ չկային թվարկածս մարզերի վրա գրոհների մասին։ Ի տարբերություն Ռուսաստանի անիմաստ ու դաժան հարվածների, Ուկրաինան իր հարվածները նպատակային կերպով իրականացնում է, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ներուժը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական։ Թիրախավորվում են ռազմավարական նավթագազային օբյեկտներ, օրինակ 25 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում նավթի եւ նավթամթերքի օրական բեռնաթափման ծավալը երկաթուղու RŽD կոչեցյալի միջոցով նվազել է եւ հասել մինչեւ կոവിഡ്ի համավարակի ժամանակաշրջանի նվազագույն մակարդակի, որը գրանցվել էր 20 թվականի հունիսին, ընդամենը 503,000 տոննա օրեկան։ Ուկրաինական հարվածների մասին տվյալները անընդհատ թարմացվում են։ Բոլոր նոր մանրամասները մենք անհապաղ կկիսվենք մեր Telegram-յան ալիքում, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ վայելեք ոգևորիչ կադրերը։ Իդեպ ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ կա հետաքրքիր վերլուծություն ռազմական փորձագետների կողմից, իմջալոց երկու կողմերից։ Ուկրաինայի ուժերը զգալի հաջողություններ են գրանցել Պոկրովսկի եւ Նովոպավլովսկի ուղղություններով։ Ուկրաինայի զինուժը իրականացրել է հաջող հակահարվածներ եւ կայունացրել է դիրքերը։ Ինչպես հիշում եք, ռուսները 3 տեղամասում հայտնվել են կաթսաների մեջ եւ օրեցօր հալչում են։ Ռազմական վերլուծաբանները նշում են, որ չնայած Ռուսաստանը կենտրոնացրել էր մինչեւ 130,000 զինծառայող Պոկրովսկի ուղղությամբ, լուրջ առաջխաղացում չկարողացավ իրականացնել։ Ընդհակառակը ուկրաինացի զինվորականները ստեղծել են այսպես կոչված kill zone, հատված, որտեղից խոցվում են մատակարարում իրականացնելու կամ նահանջելու ռուսների ցանկացած փորձերը։ Այս հաջողությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն, ասում են փորձագետները։ Ճակատի այս հատվածում, որտեղ ռուսական կողմը կուտակել էր ահռելի ուժեր, առաջին անգամ երկար դադարից հետո հաստատվել է կայունություն։ Սա նոր հնարավորություն է բացում Ուկրաինայի համար վերախմբավորել ուժերը եւ ամրացնել դիրքերը եւ պատրաստել ճնշում բանեցնել ռուսների վրա այն տեղամասերում, որտեղ հակառակորդը թուլացած է։ Փորձագետները համոզված են, հենց այսպիսի տեղային, բայց հաջորդական հաղթանակներն են, որ կարող են փոխել ռազմաճակատի գծի դինամիկան։ Ռուսները ցրված են, ուժերն արդյունավետ չեն օգտագործում եւ ի վիճակի չեն պահել հարձակման տեմպը։ Սա դեռ ամբողջական շրջադարձ չէ, բայց կայուն տեղաշարժ է դեպի շրջադարձ։ Հեշտ չէ ռուսների կյանքը նաեւ Սումսկի ուղությամբ։ Հիշեցնեմ, Յունակովկա անունով գյուղը, որի իբր գրավմամբ պարծենում էր Պուտինը, այսօր վերածվել է զանգվածային գերեզմանի ռուսական զորքերի համար։
Այս գյուղը պահպանելու անիմաստ փորձերը դարձել են Ռուսաստանի զինուժի համար մեծաքանակ կորուստների պատճառ, բայց ասեք, որ ողորմելի է Պուտինը։ 3 օրում Կիև գրավողը Սումիի մարզի սահմանամերձ Յունակովկա գյուղի գրավման մասին է երազում։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ Յունակովկա գյուղից մինչև Ռուսաստանի սահմանը հեռավորությունը մոտավորապես 6 կիլոմետր է։ Այս գյուղը գտնվում է Ուկրաինայի Սումիի մարզում, սահմանից ոչ հեռու, իսկ ընդհանրապես ոչինչ չհասկացող Ռուսաստանից մեզ լսողների համար ասեմ, որ Յունակովկան դա Կիևը չէ։ Ռուսական զետալիկները իրենք են հաղորդում Սումիի ուղղությամբ ստեղծված բարդ իրավիճակի մասին, նշելով Ուկրաինայի անօդաչու սարքերի եւ հրետանու գերազանցությունը։ Ռուս վերլուծաբանների խոսքերով երկինքը սևացել է Ուկրաինայի զինուժի թռչուններից, այսպես են ռուսները անվանում մեր դրոնները, թռչուններ։ Յունակովկայի շուրջ իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է տեխնոլոգիական գերազանցությունը անօդաչու համակարգերում, ինչպես նաեւ համակարգված հրետանային աջակցությունը կարողանում դիրքային պատերազմը վերածել մաշման մարտի։ Սա նվազեցնում է հակառակորդի վերականգնվելու ունակությունը եւ ստիպում է վերանայել օպերատիվ պլանները։ Մինչ ռուսները իրենք են բողոքում ռազմաճակատի պայմաններից, Կրեմլը շարունակում է զինվորներ հավաքագրել այլ երկրներից, Պուտինի բանակում գերիշխում են մերձավոր արևելքից եկած օտարերկրացիները, բացահայտվել է հավաքագրման սխեման, օտարերկրացիներին հավաքագրում են Telegram-ի միջոցով, Ռուսաստանի քաղաքացիություն եւ բարձր վարձատրություն առաջարկելու միջոցով։ Օրերս Ամերիկայից հայտարարեցին, որ 5000 Կուբայի քաղաքացիներ են կռվում Պուտինի բանակում, այսինքն Պուտինը փորձում է իր կաշին փրկել արդեն ուրիշների ձեռքերով, կռվել ցանկացող ռուսաստանցիները գնալով պակասում են։ Իդեպ Լվովի ինդուստրիալ պարկին ռուսական հարվածից մի քանի ժամ հետո բռնկվեց խոշոր հրդեհ Մոսկվայում Տեխնոպոլիս տեխնոպարկի տարածքում, այրվել է շուրջ 700 քառակուսի մետր մակերես։ Հրդեհը հաջողվել է մարել, սակայն այնտեղ տեղի ունեցել տանիքի փլուզում մոտ 200 քառակուսի մետր տարածքում։ Պատճառների մասին պաշտոնական տվյալներ չկան։ Իդեպ այդ տեխնոպարկում տեղակայված են մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրոնների արտադրությամբ, ինչպես էին ասում ռուսները այս դեպքերում, զուգադիպություն չեմ կարծում։ Հիշում եք, չէ՞, Կիսելյովը, случайность, не думаю։ Հիմա էլ մենք օգտագործենք նրա ձևակերպումը։ Նախքան մեր այսօրվա եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնեք YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր եթերը լայքելու համար, ինչպես նաեւ եթե հնարավոր է տարածեք այն սոցիալական ցանցերում։ Մինչ Ռուսաստանում ներդրվել է սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ լիակատար վերահսկողություն, մենք փորձում ենք մաքսիմալ տեղեկատվություն հաղորդել մեր ունեցած էջերի միջոցով։ Ուկրաինացի սահմանապահները ցուցադրել են, թե ինչպես է Պողպատե կորդոն ստորաբաժանումը դրոնների միջոցով ոչնչացնում ռուսական զորքերի դիրքերը Կուրսկի մարզում։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները կարող են դիտել այդ ոգեշնչող կադրերը։ Քաղաքական լուրերից ասեմ, ըստ Օրբանի իբր Եվրոմիությունը քայքայվում է։ Նա ասել է, որ Հունգարիան չպետք է ընդունի Եվրոն, քանի որ Եվրոմիությունը քայքայվում է, եւ երկիրը չպետք է իր ճակատագիրն ավելի սերտորեն կապի դաշինքի հետ, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հունգարիան, որ վերջին 2 տասնամյակում զգալիորեն զարգացրել է իր տնտեսությունը Եվրոպական միության ներդրումային հիմնադրամների միլիարդավոր եվրոների շնորհիվ եւ որի առևտրի հիմնական մասը Եվրոմիության հետ է, այս պահին չի համապատասխանում Եվրոյի ընդունման պահանջներին։ Վիկտոր Օրբանը, ով իշխանության է գտնվում 2010 թվականից, գնալով դառնում է Եվրոմիության ավելի կոշտ քննադատ։ Եվրոմիությունը իր հերթին սառեցրել է Բուդապեշտին նախատեսված միլիարդավոր եվրոների ֆինանսավորումը իրավունքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով։ Մեջբերեմ Օրբանի խոսքը, Հունգարիան չպետք է ավելի խորը կապի իր ճակատագիրը Եվրոմիության հետ, քան արդեն կապել է, իսկ Եվրոյի ներդրումը կլինի այդ կապի առավել խորը ձևը, հայտարարել է Օրբանը։ Սա ինձ աղվեսի եւ խաղողի առակը հիշեցրեց, երբ քիթը չհասավ խաղողին, աղվես ասաց, որ խաղողը դեռ չի հասել, հա։ Օրբանի հայտարարությունները կտրուկ հակադրվում են նրա ընդդիմադիր մրցակցի Պետեր Մադյարի քաղաքական օրակարգին։ Վերջինս խոստանում է ապասառեցնել Եվրոմիության միջոցները եւ քայլեր ձեռնարկել Եվրոպական միության ամենաաղքատ տնտեսություններից մեկի Հունգարիայի տնտեսությունը մոտեցնել Եվրոյի ընդունմանը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 231 մարտական բախում, առավել լարված իրավիճակը դիտվում էր Պոկրովսկի ուղությամբ, որտեղ հետ է մղվել թշնամու 57 հարձակում, ինչպես նաև Նովոպավլովսկի ուղությամբ, որտեղ ռուսները 42 անգամ փորձել էին հարձակվել։ Միայն մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1090 ռուս օկուպանտ, ոչնչացվել են նաև 5 տանկ, 14 զրահամեքենա, 18 հրետանային համակարգ եւ թշնամու եւս
165 միավոր տեխնիկա եւ զինամթերք, ռելիզը ձեր էկրաններին է։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի բանակը լայնածավալ պատերազմի սկզբից կորցրել է արդեն 1.116.340 զինծառայող։ Հիշում եք, չէ՞, կարծես վերջերս հատվեց միլիոնի սահմանը եւ հիմա միլիոնին ավելացել է եւս 116,000 ռուս զինվոր։ Համաձայն ռուսական աղբյուրների արտահոսքի 25 թվականին Ռուսաստանի կորուստները գերազանցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ճակատների կորուստները, միջին ամսական կորուստները գերազանցում են 35,000-ը, սա մի ամբողջ բանակ է, որը անհայտանում է 30 օրը մեկ։ Ռուսները երեք նույնպես անիմաստ ու անխնա հարձակումների փորձ են արել, մասնավորապես թշնամին դրոններով հարձակվել է Խարկովի վրա, քաղաքում հրդեհներ են բռնակվել, վնասվել են բնակելի ենթակառուցվածքներ, վիրավորվել են մարդիկ, այրվել է ավտոմեքենա։ Ռուսական զորքերը հոկտեմբերի 6-ի լույս գիշերը հարձակվել են նաև Չեռնիգիվի մարզում էլեկտրակայանի վրա։ Էներգետիկները արդեն սկսել են վերականգնումը, բայց փաստը մնում է փաստ, որ օբյեկտը բնավ ռազմական բնույթի չէր։ Սա պարզապես ռուսական բանակի հոգեվարքն է, որի ընթացքում նպատակ է դրված վնասել մարդկանց, պարզապես հասարակ մարդկանց։ Հոկտեմբերի 6-ի երկուշաբթի գիշերը ռուսները Ուկրաինայի տարածք են արձակել տարբեր տեսակի 116 դրոններ, գրանցվել է 30 հարվածային դրոն, որոնք հարվածել են 7 վայրի։ Մեր եթերի նախապատրաստման պահին հակառակորդի հարձակումը շարունակվում էր, օդային տարածքում դեռ կային թշնամու մի քանի դրոններ։ Ռուսները շարունակում են իրենց հարձակումները սահմանային եւ առաջնագծի բնակավայրերի վրա։ Այսօր Խերսոնի մարզում զոհվել է 1 եւ վիրավորվել 12 մարդ։ Հենց սա է պատճառը, որ Ուկրաինան ուժեղացնում է իր հարձակումները։ Մեր նպատակը մեր մարդկանց պաշտպանելն է։ Չեմ ուզում շատ երկարացնել երկուշաբթի օրվա եթերը։ Շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն եւ հիշեցնեմ, որ լավ տրամադրություն ապահովելու համար կարող եք օրը 24 ժամ օգտվել մեր Telegram-ից։ Ձեզ ամենալավն ու բարին, հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ նորություններով։